Կառավարության որոշումով գումար կհատկացվի Լիբանանի մեջ արգա պատերազմական գործողություններու հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի պայմաններում մեջ Հայաստանի Հանրապետության կողմեն մարդասիրական աջակցություն դրամատրելուն։ Ըստ այդմ նախադեсված է կառավարության բահուստային ֆոնդեն հատկացնել շուրջ 60 միլիոն դրամ։ Ըստ հիմնավորման Լիբանանի Հանրապետության մեջ ընթացող պատերազմական գործողություններու հետևանքով ձևավորված է մարդասիրական ճգնաժամ, որուն պայմաններուն զգալիորեն աճած է բնակչության բարենային ապրանքներու, ինչպես նաև առողջապահական եւ առաջին անհրաժեշտության բարականերու եւ թեղերու գարիք։ Միացյալ Նահանգները 14 մայիսին Վաշինգտոնի մեջ կայացած Իսրայել-Լիբանան բանակցությունները արդյունավետ եւ թրական որակեց գահիտնի Reuters 15 մայիսին կողմերը կշարունակեն քննարկումները ուղղված հագամարտության վերջ տնելուն։ Լիբանանցի եւ իսրայելցի դեսպաններու հանդիպումը առաջին օրը շարունակված է 8 ժամ, նշենք, որ սա կողմերուն միջև բանակցություններու երրորդ փուլն է։ Լիբանանը ներկայացված է մերձավոր արևելքի հագամարտության մեջ։ Իսրայել նախորդ ամիս ընդլայնեց իր ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավը։ Չնայած Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմեն ապրիլ 16-ի կեսգիշերին հայտարարված հրատատարին Իսրայելի եւ Հեզբոլլայի միջև բախումները կշարունակվին։ Հրատատարի ժամկետը կլրանա 17 մայիսին։ Հայաստանի վարչապետը ցավակցական ուղեր ցղած է Նիկոլայ Ձադուրյանի մահվան դխուր առիթով, խոր ցավով դեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ձադուրյանի մահվան մասին։ Անկնահատելի է անորթերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքի մեջ, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու եւ ձևավորելու գործի մեջ։ Ան ոչ միայն բարբեդ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժը, որն իր հարուստ փորձն ու գիտելիքը փոխանցեց սերունդներուն։ Միաժամանակ կցանգամ ընդգծել Նիկոլայ Ձադուրյանի ցերը որպես մտավորական, որը հանդես Կարսուր եւ ճշմարիտ խոսքով մշտապես բարձրացնելով ժողովրդին հուզող խնդիրներու եւ հարցերու մասին։ Հայաստանի կառավարության եւ անձամբ իմանունով խորին ցավակցություն կհայտնեմ Նիկոլայ Ձադուրյանի ընտանիքին, հարազատներուն, գործընկերներուն, ինչպես նաեւ հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներուն, ըսված է վարչապետի ցավակցական ուղերձին մեջ։ 81 տարեկանին կյանքեն հեռացած է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ձադուրյանը։ Գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարությունեն հայտնեցին, որ կստեղծվի Նիկոլայ Ձադուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։ 15 մայիսին Ռուսաստանեն Ադրբեջանի դարածքով Հայաստան գուղարկվի հացահատիկի հերթական խմբականակը, այս մասին հայտնած են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայաստան գուղարկվի 14 վագոն, որոնք կտեղափոխեն 977 տոն հացահատիկ։ Ամերիկայի մեջ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցած է Ամերիկայի արևդուրի քարտուղարի տեքստիլի սպառողական ապրանքներու նյութերու եւ մետաղներու հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։ Կհայտնեն դեսպանադունեն։ Քննարկված են երկու երկրներու միջև համագործակցության կարելիությունները։ Զրուցակիցները անդրադարձած են ոլորտի ներս արգա ներդրումային հնարավորություններուն, ինչպես նաեւ ամերիկյան ընկերություններու հետ հնարավոր համագործակցության։ Իրանի մեջ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյան ընդունեց Մեղրիի սահմանային անցագետի արտիականացման եւ վերագառուցման աշխատանքներ իրականացնող Tana Energy Management ընկերության ղեկավարությունը կհայտնի դեսպանադունը։ Ընկերության տնօրենի հետ քննարկումներուն առանձնահատուկ կարևոր նկատված է սահմանային անցագետի նշանակությունը, անդրադարձ կատարված է ծրագիրի ներկա վիճակին։ Չինաստանի եւ Ամերիկայի նախագահներուն բանակցությունները տևած են ավելի քան 2 ժամ։ Սի Ցինպինի խոսքով երկիրները պետք է լան կորձընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ։ Չինաստանի ղեկավարը նաեւ զսկուշացուցած է, որ արևդրային պատերազմներուն հաղթողներ չկան։ Դոնալդ Թրամփի քննադատականով միասին հիանալի ապակա ունին Չինաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև հարաբերությունները պիտի լան ավելի լավ քան երբևէ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցելությունը Չինաստան ավարտին հասավ, ան այսօր մեկնած է Բեյջինգեն։ Չինական պետական Սինհուա գործակալությունը գրած է, որ երկու երկիրներու նախագահները հասած են շարք նոր փոխհամաձայնություններու։ Չինաստանը պիտի շարունակե բանակցիլ միջազգային հանրության հետ մերձավոր արևելքի մեջ երկարատև խաղաղության հասնելու գործին մեջ կառուցողական դեր խաղալու համար։ Այս մասին հայտարարած է Չինաստանի արտաքին գործ նախարարության խոսնակը պատասխանելով Իրանի մեջ իրավիճակի մասին հարցերուն։ Չինաստանի թիրքորոշումը Իրանի իրավիճակի վերաբերյալ շատ հստակ է, հակամարտությունը լուրջ կորուստներ պատճառեց Իրանի եւ դարաձաշրջանի այլ երկիրներու ժողովուրդներուն։ Շարունակելով հակամարտությունը մեծ ճնշում կգործադրի համաշխարհային տնտեսական աճի, մատակարարման շղթաների
շրջաններում միջազգային, արևդրական գարկուկանոնի եւ համաշխարհային ուժանյութի մատակարարման գայունության վրա, որը կվնասե միջազգային հանրության ընդհանուր շահերը, ըսած է խոսնակը։ Անհայտարարած է իրադրությունը ղեկավարելու շուտապույտ ճամփան գտնելը ոչ միայն Միացյալ Նահանգներու եւ Իրանի, այլև տարածաշրջանային եւ աշխարհի մնացած երկիրներու շահերեն կփխի, նշած է արտաքին գործոստ նախարարության խոսնակը։ Ան նկատած է, որ հարկավոր է գարելիին չափ շուտ բանալ արևդրային ճամփաները համաշխարհային մատակարարման շղթաները գայուն եւ անխոչնդոտ պահելու համար։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ թույլ չի տար Իրանին մերձավոր արևելքի մեջ լարվածության պատճառով բենզինի գիներու աճը օգտագործել այն բանի համար, որպեսզի հագամարտության ղեկավարման շուրջ Վաշինգտոնի համար ոչ շահավետ գործարք կնքվի։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցի մեջ հայտարարեց Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ Նախագահը հստակեցուց, որ իրանցիները չեն գրնար մեզ բարդացրել վատ գործարք կնքելու, մեզի թեմ օգտագործելով մեր ներքին քաղաքականությունը։ Ըսած է Ռուբիոն, անհիշեցուցած է, որ Ամերիկայի մեջ արդեն միջոցներ ձեռնարկված են բենզինի գիները պահպանելու համար եւ ադոնք պիտի նվազին։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։